Իշքան գելին կերակրես անտառա նայելու, ինքը թուրք է, ինքը նայելու է ոչ թե, քանի որ աթեիստ է արդեն 70 տարի եղել, ինքը չի նայելու շիա Իրանի վրա։ Ինքը սուննի Թուրքիայի վրա է նայելու, որտեվ թուրքա լեզու է, ինքն էլ էնել։ Եթե Ուզբեկստանը լիներ Թուրքիայի պես գերհզոր երկիր, ինքը Ուզբեկստանին էր նայելու։ Եթե այդտենց ուժեղ երկիր առանձին լիներ Ուրումչին, Ույգուրյան, ինքը կնայեր ընդ որ դե հաց ընդ կաց այդ անասուն ասացվածքը թուրքը նս լավ է ընդունում ու այդ անասուն ասացվածքը այդ ոչխարական ստոր ասացվածքը որ հայերը ասում են դա թուրքական նարատիվ է դա քոչվոր թուրքի ասույթն է որը որ այս քոչվորները եկել են մեկ ու մեջ ասենք Իսմայիլյան ազգանունի կամ չգիտեմ Մուրադյան ազգանունի հետ միասին նաև իրենց ասացվածքներն են վերել որովհետև մենք մի քանի 100 տարի է թուրքա լեզու մի քանի 100 չէ եթե ամեն ինչ իրենց տեղը բանանենք 1000 տարի է հեսա 1000 կլրանա մոտավորապես 30 տարի հետո սելջուկները ինչ մտել են եւ դարել են այս տարածքում իշխող եւ դրանից հետո միջև օրս իրանք իշխող են Իրանի տարածքից են իշխող որպես իրանական զորքի մի մաս Թուրքիայի կողմից են իշխող որպես այնտեղ զորքի մի մաս եւ ասենք իշխող անմիջապես կապ չունի անգամ Ռուսաստանը մտնելով Հայաստան ինքը Հայաստանի 10-15%-ն է վերցրել իրեն այն մնացած 90-85-90%-ը Իրանի եւ Թուրքիայի տակ է բնականա միջև ջարդերը ինչ որ կոնտակտներ ա եղել այն որ Բեսարաբիայի հայերը Շիրվանզադեի արտիստում եմ դրա մասին իմացել հայերեն չգիտեին թուրքերեն էին խոսում եւ գիտեին թե հայերեն են խոսում Դա դրանից է որ հարյուրավոր տարիներ թուրքերի տակ էինք ապրել։ Բնականաբար որոշ ասացվածքներ եւ նաեւ լեզվա մտածողության որոշ դրվագներ ինչ որ շերտեր են թողել մեր ուղեղի վրա, դա բնական է։ Ով կարա ասի որ համոզված որ իր տատու, չգիտեմ, ինչ որ նախնիներից մեկին, երբ որ խոսքի օրինակ այս ամրոցը գրավեցին, բոլոր տղամարդկանց մորթեցին, իր նախնի տատիկին խոսքի 500 տարի առաջ չեն բռնաբարել։ Ով կարա դա գարանտի։ Այս լավ նոտայի վրա եկեք ավարտենք մեր այս։ Եկեք այդ նոտայով չավարտենք, եկեք ունենց անենք, որ մեր ամրոցները լինեն անմատչելի եւ մեր ապագա տատիկներին թուրքերը չբռնաբարեն։ Դե այս տեմպերով ինձ թվում է նույնն է սպասվում, բայց չի սպասվում, որովհետեւ մենք կանք կամ ոման եւ ոմայի նման բազմաթիվ կառույցներ թույլ չեն տա մենք վերջնականապես ծուլանանք եւ էշանանք։